Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Կիպրոսի խորհրդարանը պատրաստում էր դեռ մարտի կեսերից։ Քաղաքական բոլոր կուսակցությունները միասին մշակել ու միաձայն ընդունել են օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանությունները ժխտելու համար։ Այսօր շիդագը քվեարկեցին այդ բանցևին վրա, որտեղ հայոց ցեղասպանության ժխտումը քրեական որպես օրենքի վերածվեցավ, փանացելը հիմնականը հայոց ցեղասպանության համար էր։ Կիպրոսը դարձավ աշխարհի 4-րդ երկիրը, որտեղ հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն է։ Շվեյցարիայում, Սլովակիայում եւ Հունաստանում նման օրենքներ արդեն գործում են։ Կիպրոսյան օրենքի համաձայն ցեղասպանությունը ժխտողները կդատապարտվեն մինչև 5 տարի ազատազրկման կամ կվճարեն 10,000 եվրո տուգանք։ Կիպրոսի օրենսդիրների որոշմանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։ 25 εποχές και 2 εναντίον. Բանաձևի ընդունման օրը համընկել է Հայաստանի ազգային ժողովի նախագահի Կիպրոսյան այցի հետ։ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում։ Հայկական պատվիրակությունը հանդիպել է բանաձևն ընդունած падգամավորների հետ։ Ավելի վաղ հայ падգամավորները Նիկոսիայում այցելել են հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հանդիպել Կիպրոսի հայ համայնքի անդամների հետ։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։